Էփի Այդ է ոնց կեփես, հա Իմ կոֆեն էփեց Սիրելի հետևորդներ ջան Բարի լույս ձեզ Իսկ ձենը մեր մոտ ուղիղ 9:30 Սենյակը մենակ է Բարի լույս ձեզ Ոնց եք Ինչպես է ձեր դրամատրությունը Այս մայրիկը հագնում եմ ու ասում անայդ Այս ինչքան ես դու սրան սիրում որ չես կարում հրաժարվես Բայց իրոք չեմ կարում հրաժարվեմ, որովհետև շատ եմ սիրում Չափից շատ Ոնց տեսնում եք վենտիլյատորն հետ նա աշխատում որովհետև առանց վենտիլյատոր անհնար է Սիրելի հետևորդներ Ջան, այ շոքատոթա Պարոն Սուրենյանն ասել էր մինչև ամսի 27-ը հով առնելու Մենակ մի օր հով եղավ Բողոքից գիրքը բացեմ, բա ինչ անեմ Փորձեմ անջատեմ Վախում եմ սրանից, իրիկունը համիացրել եմ, անջատել եմ Բայց հենց անջատում է զգում է, որ օդը չի հերիքում, ոչ մի ձևի ու կարելի ասել սաղ գիշեր չեմ քնել Այս ագռավներն էլ ենքան շատ են, կրկռում են մի այլ կարգի Մտածում եմ, ասում եմ, այսքան նստե որտեղից Այ դրանից եմ զարմանում սիրելի հետևորդներ ջան Այս մի շաբաթն է գլորեցինք Այսօր օրը ուրբաթ է Ալեքսին արդեն մեծ ջոնք ու եռանդ ներդնելով եմ ուղարկում որովհետև միշտ էլ երրորդից ինքը հոգնել է բայց այս անգամ ավելի շուտ հոգնեց ու մենակ ինքը չի մյուս երեխեքն էլ քանի մեծանում են այնքան նեղվում են գիտակցելով որ այսօր են գալի ու խի են գալի Էլ սիրուն տեղ տանելով այնը չի փրկում Տղես ասում է ես իմ տունն եմ ուզում Ես ուզում եմ գնամ իմ տան մեջ ապրեմ Պատկերացնում եք չի ստացվում որ մի հետ գոնե թակուն ձայնագրեմ ու լսեք որ իրոք ճիշտ եմ ասում էլի այնպես չի որ սենց հորինած խոսքեր եմ ասում ջան արի միացրի որովհետև անհնար է անհնար Այ մամա ջան Ուրեմն սիրելի հետևորդներ ջան երեկ մի յուրահատուկ օր ենք ունեցել Այնպիսի օր որ տրենաժի էլ չեմ գնացել պատկերացնում եք երկմտում էի էլի չգիտեի գնայի չգնայի մի կողմից առողջությունը տա են մի կողմից էլ ախր ուզում ես էլի որ շփվես ժամանակդ փոխես տրամադրությունդ ու մտքերդ փոխես ու մանավանդ որ Սիլվայի հետ այդ ամեն ինչը ստացվում է անխտիր առանց այն որ երկմտանքի ու քննարկման վերջը որոշեցի որ չգնամ տրենաժի ժամը 2-ին եմ զանգելու զգուշացրել մինչև էդ էլի սենց տատանվում էի էլի ու մի յուրահատուկ օր ենք ունեցել անմոռանալի օր ենք ունեցել վայելել եմ Երևանը ես երեք քայլել ենք չափից շատ անմոռաց այնքան ենք քայլել որ Սիլվան ասավ այդ ոտքերս ցավեց սիթիում նստել ենք
Ձենց ոտ եկել ենք, միշտ են Շահումյանի դպրոցի մոտից իրար հրաժեշտ ենք տվել, ինքն իր ատունա գնացել, ես էլ իմ, այս անգամ ասնալսի աչքիս ոտով գամ, վերջ էլի, սիթիում գործողություն ուներ անելու, առևտրի հետ կապված չէր, մի խոսքով չեմ բարձրացայինում դրա իրավունքը չունեմ, ու հետո ասեցի, դե եթե դու մինչև գնաս քո գործերով, ես մտնեմ սենյակում, որ հացը քիչ ալնեմ, մարդ ես մտածում ես կարող է պետք է բան, ասի մտնեմ մի հատ հաց առնեմ, սիրելի հետևորդներ, ոնց առել եմ, այդ հացը տոպրակում, տենց էլ մնացել է, մի հատ սենց հաց եմ առել, ու գիտեք ինչ եմ նկատել, Երևանում հացը լավաշը, լավ ենք թանկ է, ես դե հաց հազվադեպ եմ առնում, միշտ լավաշ եմ առնում։ Մեր մոտ 500-550 դրամ է լավաշը, տեղ կա 500-ա, տեղ կա 550-ա, ստեղ 640-ա, հացն էլ մեր դեմի փռում 200 թե 180 դրամ արդեն չեմ էլ հիշում, ես այն երկար բարակ հացերն եմ առնում, դրանք 120 դրամ են, դա մեզ 2 օր հերիքում է։ Մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, հացը դառավ, որ անձեռոցիկ էլ առնեմ, անձեռոցիկս վերջացել էր, ու չէի կարող, որ չառնեի, անհնար է, առանց անձեռոցիկ, մեկ է աջ կողս ընկավ, այս են խոշոր սիրուն կարտոֆիլներ, ասեցի, ես այստեղ տնեմ, առնեմ, ոնց կխաշեմ վարունգ պամիդորով կամ ձկան հետ համով կլինի, մենակ երեկվա առևտուրս է, որ բռնել է 800 թե 900 դրամ, հա, 800 դրամ, այսքան օր ինչ եկել եմ, այն ոնց են ասում, փողը ջրի նման գնում է, վերջը, առևտուրս արի եկա Սիլվան ասմա տենց ալնում, չէ Անահիտ, ասմա եմ մոտ էլ ալնում, երբեմն մի բանի համար գնում եմ, սկի հետ մորանում ու ուրիշ բաներ առած դուրս գալիս, ու իրոք տենց էր, հետո խոսում էինք բան Ծիրանից, դե սեզոննա Ծիրանը կանչմա, չէ, ոնց որ ասի, եկեք ու ինձ առեք համ տեսեք, ես այն օրն առել էի, ճիշտ է, մի քիչ մանր Ծիրան էր, բայց շատ համով էր, համը, հոտը, բա հոտ էին, այն իսկական Ծիրանի անուշ բույրը մեջին կար, երեկ էլ ասինք, ոտ քայլենք, մարդամի մի կիլո Ծիրան առնենք, ամեքս մեր տներով գնանք, այս սեզոնին ինչ ես առնում, Ծիրան, գիլաս, էտա, ուրիշ առնելու բան չունենք, դեղց, ու Մաշտոցի պողոտան, այն վերևներից սկսած վայելել ենք, սիրելի հետևորդներ ջան, կինո Մոսկվայից քայլել ենք ոտով մինչև Փակ շուկա, ու պտտվելով եկել հասել Մոսկովյանի Պոնչիկ-Մոնչիկը, վայելում ենք իրա հետ, ինքը նկատած կլնեք, շատ բարձրաճաշակ կինա, շատ համեստ, չգիտեմ, իմ համար ինքը ուրիշ ձևի մարդ է, այն ձևի մարդ է, ում հետ մոռանում ես ամեն ինչ, մոռանում ես քո հոգսերը, քո անելիքները, ում հետ, ոնց ասեմ, ոնց որ ես ինձ Ալեքսի տարիք եմ զգում, երեխա եմ զգում, ու սենց ոնց որ անընդհատ իրան եմ նայում, թե ինքը ինձ ուր է տանում, այդ զգացը, ու գիտեմ, որ հաստատ լավ տեղ է տանում, այն որ քայլելուց էլ հաճույք ստանամ, այդ ձևի է իրա հետի շփումը իմ համար։ Կինո Մոսկվայից ոտով գնացինք Սուրբ Աննա, մի ժամ, ես չգիտեմ, նստել ենք եկեղեցում, լսել Տեր հոր խոսքը, օրհնվել, այդ որ իմ համար շատ կարևոր էր, հետո այնքան հետաքրքիր էր, որ ասավ Սիլվան ասմա ամեն հինշաբթի ջրօրհնեք, հա, մարդիկ գալիս, ջուր են վերցնում, վերջ էլի սենց բաներ,
ու երեք Տեր Հայրը հայտարարեց, որ սա վերջինն է, մեկ էլ կունենանք հենց արարողություն սեպտեմբերից սկսած։ Ես մտքումս ասում եմ Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, ինչ լավ էր հենց այս շաբաթ եկանք, մինչ այդ մտքումս կար։ Դե գիտեի, որ Սիլվան մի քիչ գործեր ուներ, եկել էի, խոսացել էինք, նես չի էլի, որ իրարից անտեղյակ էինք։ Գիտեի, որ գործեր ուներ, ու սենց մտքիս մեջ անընդհատ պրպտում էի, ասում էի զանգեմ, բայց ամաչում էի, երեք իրան էլ ասեցի։ Հետաքրքիրը նա էր, որ ինքը զանգեց, ասմաց ես հրավիրում եմ, գիտեի, որ մի լավ տեղ է հաստատ, պետքա կան տեղ էլի, ճիշտ է, մեկ ասում են մենակ ուտել խմել, բայց մի տեսակ կյանքի կապակցված օրենքն է դա, հա, մարդը աշխատում է ապրելու, ուտելու, արարելու համար, մյուս կողմից էլ պիտի ուտես, որ աշխատես, դրանք իրար հետ են, բայց դրան զուգահեռ ես նաման ավանտես վերջի 2 տարիներին աշխատում եմ, որ Ալեքսին արդեն գեղագիտական հաճույք էլ տամ, որ ինքը ավելի ընկալունակ է ու ավելի է կոնկրետ հասկանում, ուր ենք գնում, խի ենք գնում, ինչ ենք նայում, ինչ ենք տեսնում ու արդեն իսկ սկսած սիրելի հետևորդներ, ուզում եմ, որ նմանատիպ տեղեր, օրինակի համար կինո կլինի, թատրոն կլինի, համերգ, մեծ սիրով կուզեմ, որ համերգներ էլ գնանք, ուղղակի դե համերգի տոմսիկները երբեմն աստղաբաշխատ կանեմ ու փառք Աստծո կարամ տամ առնեմ, բայց դրա հետ մեզ տեղ ապրել էլ է պետք, դրա համար արդեն երկմտում ես, բայց հուսամ էդ էլ է ստացվելու։ Հիմի երեք, երբ որ մենք նայում ենք փոքր մհեր էպոսը, ամենքս մեր դատողությունն ունեցանք, խոսքերի միջից Ալեքսն ասավ, վայ մամա, ասմա կինոյի պապիկն է, կինոյի պապիկի ձենն է, ես տենց ուշադրություն չդարձրի մեղքս ինչ թաքցնեմ, որը որ ճիշտն է, ես դրա կողմնակիցն եմ էլի, աս երեխայա բաներ ասավ, հետո որ վերջացավ, սիրում եմ կարդամ բան, տենց վերջում դուրս գանք, նայեմ, որ իրոք դերակատարներից մեկը Դավիթ Հակոբյանն էր, Արուսիկ Տիգրանյանն էր, Խորեն Լևոնյանն էր, մյուսներն էլ մոռացա թող ինձ ներեն, ու մտքումս շատ ուրախացա, որ վերջ էլի, այդ ոլորտից էլ արդեն Ալեքսը սկսեց իր մտահորիզոնը ունենալը, ես չեմ ասում սենց իդեալական կյանքում ոչ մի բան էլ չկա, հետո այս կյանքում ցավոք սրտի ամեն մարդ ինքը իր աշխարհայացքն ունի ու ինքը իր մտահորիզոնի չափն ունի, այնպես դրված օրենք չի, որ բա պիտի բոլորը սենց իմանան, բոլորը նենց իմանան, ընթաց կար, որ շատ մեղվում էի, բայց մի տարիների փորձը ցույց է տալիս, որ Աստված ջան, մենակ առողջ եղնենք, այդ լավ ու վատը ձեռի հետ կհասցնենք, համ սովորել, համ էլ տարբերել, լավը վատից, վատն էլ լավից։ Ու ասում եմ Ալեքս դուրդ եկավ, ասում եմ հա մամա, շատ լավն էր, մեր համար էլ իմ ու Սիլվայի համար կարևորը դա էր, հետո ես ու Սիլվան քննարկեցինք, ասում եմ Սիլվա, սենց պահ կար, որ մեզ թված պրծավ, հետո ասի օրինակ դժվար պրծնի, ինձ թվում է դեռ Շուշանն ու փոքր մհերը կհասցնեն իրար հետ ամուսնանալ, որովհետև մհերը երբ որ իր նշանը հանեց բազուկից, դե գիտեք սիրահարվեց Շուշանին եւ այլն, Սիլվան էլ ասում եմ, չէ, եթե անգամ հետաքրքիր մեկնաբանեց ինքը, ասում եմ, եթե իրանք ամուսնանան, էպոս չի մնա, էպոսը կարդիան է, իսկ էպոսը պիտի մնա հենց էպոս,
ու այդ խոսքի վրա էր որ գրվեց վերջ, բայ ասի դու ճիշտ էիր, ուրախացանք, ծիծաղեցինք, քննարկեցինք, էդ էլ է էլի մեծ բան հենց մեր համար, հենց մեծերիս համար ու ինչու՞ չէ նաև իմ համար, ես մեկ Ալեքսին որ տենց ասում եմ մամաս նեղանում է, բայց հետո դե գիտակցում է, այն թվերն ուրիշ ա եղել, հմիլրիվ ուրիշ ա եղել, մենք 90-ականների սերունդ ենք եղել, իսկ մի այն մութ ու ցուրտ տարիների մոմի լույսի տակ դա սովորող սերունդ ենք եղել, իսկ մի փառքաստու ու լրիվ ուրիշ ա, էլ չասեմ այսենց բաները, ոնց ասեմ, այն ժամանակ մեր համար Երևան գալը երազանք էր, Ալեքսիս համար արդեն սովորական բան ա, ասում ա ես հոգնեցի ինձ տար տուն, ես իմ տունն եմ ուզում, ես ուզում եմ իմ տան մեջ ապրեմ, այնա նիկավ լսում ասում ա, հա Ալեքս, ասում ա, հա պապա, բա ես ստեղ ինչ գործ ունեմ, մի խոսքով, ու մեկ ես Ալեքսին ասում եմ, Ալեքս, այն ինչ որ դու հմի նայում ես, այգու տարիքում ես դրանք չեմ իմացել, որովհետև մենք չենք ունեցել, ճիշտ է ինքը դեռ չի հասկանում նենց ոնց ես եմ ուզում հասկանա, որովհետև ինքն ենքան բարի ու միամիտ ու անմեղավոր, ինքը մտածում է, որ բոլորը կարան, ոնց ասեմ, լավ ապրեն, ամեն ինչ ունենան, ինքը մտածում է, որ ինքը կարա էգոիստություն չանի ու իր այն վերջի հատիկն էլ տա դիմացի մարդուն, օրինակ ես որպես մամա ուզում եմ, որ ինքը մի քիչ մտածի իր մասին, հետո սկզբից որ ասում ա մեկ դեպի ինձ, մեկ դեպի քեզ, այդ գործողությունը իր մոտ միշտ նախապայման լինի ցանկացած հարցում, իսկ իմ տղեն ավելի շատ ոնց որ դեպի դիմացինին, այդ ձևի մարդ է Ալեքսս, ու որ կոմենտները էլ եք չէ գրում, մանավանդ երեկվա կոմենտներում շատ էիք գրել բարիության մարմնացում, անմեղ, իրոք ճիշտ եք գրում, ապրեք շատ, շնորհակալ եմ այնքան շատ, խոսքերս ու բառերս չի հերիքի, որ դուք կարողացել եք այսքան տարիների ընթացքում ճանաչել իրան, այո, շատ ճիշտ եք, համամիտ եմ ձեր հետ, պլյուս դրան էլ շատ շնորհակալ եմ ձեզանից, որ հասցրել եք այդքան լավ ճանաչել Ալեքսին, մյուս կողմից էլ կարելի ասել 6-7 տարեկանից ձեր աչքի առաջ մեծացած երեխա է, ճիշտ է խոհանոցային էջում ես աշխատել եմ, իրան չներգրավեմ, ընդեղ որ իմ շուտ վլոգները նայեք, մի երկու տեղ այնք ներևում, պուճուր, խելոք, սուսիկ-փուսիկ, անընդհատ կոստյում շալվարներով, այն ժամանակ պարտադիր էր, ես իրան փոխնորդ, ասենք առանձին շալվար վերև, տենց միշտ կոստյում շալվար, տրոյկա, այդ տենց եմ պահել իրա փոխնորդը դա է եղել 3 հատ, 4 հատ, 5 հատ, տարբեր հագցնում էի սիրուն, իսկ մի արդեն որ մեծանում ա, գիտեք դժվար ա ալնում ընտրելը, որովհետև եթե իրա չափով կոստյում, ապա շալվարը կամ երկար ա, կամ նեղ ա, կամ չգիտես թե ինչ ա, հետո ավելի անկեղծ որ ասեմ, ինքը էլ չի սիրում, ինքը ես նկատել եմ, դուք էլ նկատած կլինեք, քանի մենք գնում ենք իրան շոր առնելու, այս վերջի խալադոգների ժամանակ էլ ինքը ձեռը տարավ ու սպարտիվկի վերևներ էր ընտրում, ինքը սպորտային ոճն ա շատ սիրում, էդ էլ իրա պապային նման ա, մի խոսքով շատ չմանրանամ, իմաց չկա, այդպիսի բաներ, երեք անբացատրելի ձևով համ հաճույք ենք ստացել, համ այս անգամ ուրիշ ձևի վայելեցի Երևանը, որ կենտրոններով քայլես, հանգիստ, անդարդ, անցավ, սաղ մտքերս, սաղ հոգսերս ու
բերս պահկարա ոնց որ սենց թողի եկեղեցու ներսում ու այնքան թեթևացած դուրս եկա, որ ասում եմ Աստված ջան, ինչ հետաքրքիր բան է կյանքը ու սիրելի հետևորդներ, ասեմ ձեզ, որ ոչ ես, ոչ Սիլվան մոմ չենք վառել, դա պարտադիր պայման չի ու ես Սիլվային ասում եմ էլի, ասում եմ ընքան ալնում մտնում եմ եկեղեցի, տերում եմ մարդկանց ծորին սենց մեծ մոմեր փնջով շատ մոմեր, ոչ մի անգամ նկատած կլնեք իմ վիդեոները ես այդքան շատ չեմ վառել, մաքսիմում 4-5, այս վերջերեմ մի հատով ավելացել է, որովհետև նկատել եք բարձրաձայնել եմ, միշտ մի հատ էլ ձեր համար եմ վառել, քանի որ եթե ես ձեզ հարգում սիրում եմ, շփվում ենք օնլայն ու իրական կյանքում, ապա դուք իմ լավ ու բարի համ հետևորդներն եք, համ բարեկամներն եք, ում ես շատ սիրում ու հարգում եմ ու ոնց համար ես ինձ պարտավորված եմ զգում մի հատ մոմ վառեմ ու բոլորի համար առողջություն ու հաջողություն խնդրեմ։ Բայց որ ասեմ սենց փող տամ մի 10-15 հատ մոմ առնեմ, չէ, մենք օրինակ երեք չենք վառել, հավատքը մոմի մեջ չի, հավատքը պետք է քո ներսից լինի, եկեղեցին մեր կողքի հետ է, գիտեք, ես չեմ խաբի ասեմ ամեն շաբաթ կիրակի գնում եմ եկեղեցի, չէ, չի լինում, չի ստացվում, բայց դա չի նշանակում, որ ես պիտի չհավատամ, չաղոթեմ, չդիմեմ Աստծուն, չխոսամ Աստծու հետ, չկա նման բան, ամեն րոպե, ամեն վայրկյան էլ միշտ էլ ունեմ, որ աչքերդ վերև, գլուխդ վերև, ասում ես Աստված ջան, ինձ ես ինչ տեղ ես, ինչ բանը մոգնի կամ շնորհակալ եմ քեզ։ Մի խոսքով, եկեղեցուց հետո, երբ որ գնացինք Պոնչիկ, Սիլվան ասում է, բեր պերաշկի փորձենք, ասում եմ լավ եկել ենք ինչ պերաշկի, դե ամաչում ես էլի, երբ որ մարդը քեզ հյուրասիրում ամ, գներին էլ ծանոթ ես, մի տեսակ վատ ես զգում, որ այդքան տենց ծախսի, չէ, ինքը հյուրասիրեց բան ու ասում են այդ գնացինք կոֆեն ջազվե եմ խմելու, իհարկե հաճելի է ջազվեում սրճելը, վայելելը, այդ րոպեները եւ այլն, համով էլ է շատ ջազվեի սուրճը, ասում եմ չէ, չեմ ուզում, ասում է իրոք, ասում եմ չէ, ասում է բայց դու կոֆե սիրում ես, ես տարաբերի ճիշտը ասելի, ասեցի վատ եմ զգում, իմաստ չունի, կրկնակի եռակի անգամ գումար ծախսելու, ասում ու տեղից ինքը փորձեց ինձ, չփորձեց, ինքը ինձ լացացրեց, ասում են այդ, հենց քո պարզ տեսակի համար եմ, ես քեզ շատ սիրում, առիթ օգտագործող չես, այս չես, այն չես, քո մարդ տեսակն եմ սիրում, քո մամա տեսակն եմ սիրում, քո հետ նվիրվել ես, այն, ու այս Անահիտի սիրտը չդիմացավ, պահի տակ աչքերս, այդ տենց բաներ ես, ասում եմ դե հա, եթե մամա ես, մամայությունդ պետքա նորմալ ձևով անես, էլի գնանք ջազվե, էլի ասում եմ չէ, արի մենք վայելենք Երևանը, քայլենք, սիրելի հետևորդներ ու իրոք քայլել ենք անմնացորդ, բավականին հաճելի քայլքով քայլել ենք, զրուցել, թեթևացել, ոնց որ 1000 միլիոն տարվա ծանոթ ինձ բարեկամ, այն որ ինքն իր երեխեքից թոռներից, ես ումից, իմ մամայից, իմ աղբորից, իմ հորից, հարազատի նման ասում ես խոսում, կիսվում, ու ամենքս մեր ճամփեքով, այդ ձևի լավ անձնավորության հետ եմ շփվում ու շնորհակալ եմ Աստծուն, որ նման տիպի մարդիկ կան իմ կյանքում, իրոք շնորհակալ եմ,
Իսկ այսօր արդեն կվերադառնանք իրականություն, Ալեքսի գործողություններից հետո կգնամ իմ դրենաժին ու էլ ոչ միտեղ չեմ ուզի գնամ, տեսնենք, եթե խցանում չլինի, միտք չունեմ, միգուցե գնամ դեպի շուկա միրգ գնելու, որովհետև օրինակ երեք պրոսպեկտի պողոտայում, լավ մաշտոցի պողոտայում են նկարած յուրահատուկ ծիրաններ էին, սենց սիուն, աչքի լույս ծիրաններ էին, դրած վաճառքի հարցրեց Սիլվան, մեկ էլ ասма ուր էլ հարցնում եմ, գիտեմ, որ թանգալնելու 2000 դրամ, սիրելի հետևորդներ, այդ նույնը Մալաթիայի տոնավաճառում 100% ավելի է ժանարնել ու այդպիսի բաներ գործերը տնան ոնց է դասավորվում, եթե զգամ ժամանակի մեջ տեղավորվում եմ, որովհետև լինում ամենից պրոբկի մեջ ես ընկնում, որ մի 2 ժամում գալիս հասնում ես քո սենյակ, կգնամ դեպի տոնավաճառ, եթե չէ, Էլի պրոսպեկտի վրից մի կիլո միրգա կառնեմ, կգամ սենյակ ու մեր օրը տենց կանցկացնենք, սիրելի հետևորդներ ջան։ Առավոտը վեր ենք կացել, Ալեքսս իրա ձեռով իրա համար ձված եղարել ու հետո նոր գնացել եմ պարապունքի, մեր աչքից ծելը եկավ, Ալեքս, չէ սխալ եկավ աչքից, այդպիսի բաներ, առավոտից ասեցի, խոսեցի, ձեր հետ կիսվեցի, սուրճս էլ վայել էդ, հա էլի, Թող ես վախն բացով բանը, դուրը թագի, դուրը լավ թագի բաննա, կարևոր գործ, բաժանորդներին բարլույս չես, Ասում շացեի բաժանորդներ ոնց է լավը, կես լավը Всё, տղեն կարևոր գործ ունի, երգա միացնեմ ու երգում իրա երգերը, թող ինքն իրա համար զբաղվի, ես էլ տեսնեմ ինչ կա չկա, ինչ եմ անում, վլոգը մոնտաժ եմ երեկվա, տեղադրեմ էջում, գնացինք ամենքս մեր գործերով։ Եկել ենք հասել։ Շոկ։ Գնա Ալեքսի։ Սիրելի հետևորդներ ջան, ես ինչ տոթա ու ես ինչ շոկա, անբացատրելի, ես վերջացրի, իմ 8-րդը, Դե արի գնանք մեկը նստեք, դե ամեն երեք ինտեգրոնյան համթերի, որ ասենք երկաշակ սպասես հապետի այս կոնից անցնենք, թե որտեղից, այսօր էլ հորով մալավարենք, Տեգուզ ես կարան արի սենց անցնենք, Ահա, սիրելի հետևորդներ ջան, ուզմետից հետո խմում ես, Սեղմի Ալեքսը, արի,
Եկել ենք վերնիսաժ, ուղղակի տարածքով անցնում ենք, ասի ձերքի հետ է նայք տենանք, ինչ է դա, մարդասապ չի, հետաքրքիրն է դա, ինչի է բաժակները իմ թուլությունը, սիրելի հետևորդներ, Փոնիներ, ինչ ուզես, ինչքան ուզես, ինչ ձևով ուզես, Ալեքս ջան, այա, ամեն ինչ էլ կա, տենում ես, ինչքան սիրում է, չէ, ինչ արժ է? Это не мой товар, не 5000. 5000. Ну и нормальная цена. Գնանք բայբարը մալերը խոմքի հոտանք է Ցուցափայք չէ չամիք ձեռնափայք հայտի աշխարհ Խնդրե ինչ ասես ինչքան ասես Հրազ ենք Տաղավարներն էլ ենք հանշատ Գնա թե կգտնես Մեկամեկից սիրում Մեկամեկից նորցին Ալի ալեք շուշուտ ալի ապես Շուշուտ ալի Նուր ես, հա Բաժակներ, Սիրում Ամեն ինչ հետ կա Ամեն Այլ Ինչ ուզես, ինչքան ուզես Որից ուզես Այս նայս մի շարքը Ասպրոսները Այս կոմը Այս այս նայեցկեք Ինչքան սիրում բաներ ասես Կա Որ մարդ նայում է Հաճույք հաստանը Խնդրեմ Իչանք Մենք Հա շատրվանում ես Մեզ պահ Պետք չի Հայսել է Այսենց բան Տեկիլասն էլ բեր ու արի Սյունի հետևորդներ ջան մեր մոտ երեկոյան ժամերն են Շատ
տերեֆոն են գնացել, որ հիշում եք, մի թվի ես էի տենց անում, մի չէ։ Աղերներ եմ արել, ճոխ, հրկիրակիր, սիրուն, մի հատ, ծիրանի հոտը միլիոն արժե, մի հատ տենայք, ես ինչ ծիրան եմ արել, ընտիս, խնդրեմ, ամենք, սա էլ մի տեսակ, սկզբից սա եմ արել, սա էլ վատը չի, այսն երկուսը, Ալեքսս ենքան ոտերն իրար օգտվեց, հենց մի քիչ սենց են եղել, բայց դե ոչինչ, անելա չկա, կբանամ անուշանենք, մի հատ դուք ես ծիրանի ընտիրությանը նայեք, սիրելի հետևորդներ, համով, եկեք նայենք դրսեմ, ինչքան սիրուն եղանակ եմ, ես մրգերս հենց տոպրակի բերանները բաց թողել եմ, սիրելի հետևորդներ կան, որ մի քիչ հովանամ, հետո նոր կտեղավորեմ սառնարանը, այս էլ բացել եմ մեր համար, տանեմ Ալեքսիս Անուշանի են մեկնել ես, հավեցեք եկեք, այս սեզոնին սա պիտի ուտվի, ոչ թե ճաշ, Ապես շատ դեք, Անուշներ, ապես դեկնա, գնամ, հա, այս են սիրան, եղանակը